Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ երեք հաստատվեց կառավարության ծրագիրը ռազմավարական 26-31 թվականներին։ Նախ ֆիքսենք, արձանագրենք, որ այնքան ասելիք չունեն ընդդիմադիրները, որ իրենց ճարեր պետք փախչելու ազգային ժողովից փախան, հետո եկան մի երկու ելույթ ունեցան բոցաշունչ, անցավ գնաց, ընդ որում թեմայից դուրս որևէ դիտարկում, որևիցե քննարկում չծավալվեց, չհասցրեց էլ ծավալվի, ու այս նեղացկոտ խմբակը հետո վերջում դուրս եկան բաների խմբակցությունների անուններից ելույթ ունեցան ու վերջեսկանով վերջացավ, իսկ կառավարության ծրագիրը առհասարակ ես հիշում եմ մի քիչ երկար էր քննարկվում մշտապես, որովհետև դա հիմքն է, առաջիկա 5 տարիների հիմքն է, ինչ սուր անկյուններ կան, որողություններն են առաջնային, երկրորդական, ինչերն են նպատակահարմար համարում, ինչերը չէ, մի խոսքով, այս քննարկումները կարևոր են, բայց նեղացել էին, այտենց ռազմավարությունը երկրի իրանց ավելի քիչ էր հետաքրքրում, քան կտրիչ Ներսիսյանը ու գնացել էին, հասկանում եք, լավ, հիմա այդպես է, բայց ամեն դեպքում Նարեկը Կարապետյան ելույթ ունենալուց մի զարմանալի թեմայից սկսեց խոսել, նախ ցույց տվեց Գրիգոր Զորաբի պատկերը ու սարկազմով անվանեց նրան ցիլոյով մարդ, փորձելով իբր ուղղահայացնել տանել Նիկոլ Փաշինյանի հետ, ու տենց չգիտես ինչեր էր խոսում, ամեն դեպքում հիմա այս թեմային կանդրադառնանք, բայց ես ուզում եմ այս թեմայի շրջանակներում Խորեն Գրիգորյանի գրառումը նախընթերցել, հետո արդեն կընդլայնվենք։ Ես երկար ժամանակ եմ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված փորձում եմ քաղաքական եւ քաղաքականացված հայտարարություններ ու մեկնաբանություններ չանել, բայց կան բաներ, որոնց պարզապես չեմ կարող չանդրադառնալ։ Ձեռներդ հեռու պահեք Գրիգոր Զորաբից։ Գրիգոր Զորաբը զուտ ցիլոյով մարդ չէր։ Նա Օսմանյան կայսրության խորհրդարանի падգամավոր էր, փաստաբան, իրավական մտածող եւ իր ժամանակի ամենաակտիվ հայ հասարակական ու քաղաքական գործիչներից մեկը։ Նա Օսմանյան խորհրդարանի ամբիոնից քննադատում էր իշխանություններին, խոսում էր հայերի իրավունքների մասին եւ Ադանայի կոտորածից հետո պահանջում էր պատասխանատվություն։ Որպեսզի ձեր եւ Գրիգոր Զորաբի տարբերությունը պատկերացնեք, գնացեք օրինակ Մոսկվա եւ այսօրվա Ռուսաստանի իրականության պայմաններում որպես հայ հրապարակավ քննադատեք Ռուսաստանի իշխանություններին։ Չեք կարող։ Վախենում եք։ Հիմա պատկերացրեք Զորաբը ոչ միայն քննադատում էր Օսմանյան իշխանություններին, այլև խորհրդարանի ներսում պաշտպանում էր կայսրության քրիստոնյա բնակչության իրավահավասարության եւ անվտանգության հարցը։ Նրա սեփական աշխատություններում ամբողջությամբ քննադատվում է քրիստոնյաների նկատմամբ անհավասար վերաբերմունքը եւ պետության վարչական համակարգը։ Իսկ հիմա ամենակարևորը։ Գիտեք ինչու է ապրիլի 24-ը դարձել հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեց հայ մտավորականների, հոգեվորականների, լրագրողների, բժիշկների, փաստաբանների եւ հասարակական գործիչների զանգվածային ձերբակալությունը։ Այդ օրը դարձավ հայոց ցեղասպանության խորհրդանշական սկիզբը։ 23 լույս 24-ի գիշերը, այն որ 23-ին ջահերով երթ եք անում, փորձեք հասկանալ ինչու եք անում եւ ինչու եք հենց այդ օրը երեկոյան սկսում անել դա։ Եվ այդ նույն ոչնչացող արևմտահայ մտավորականության մաս էր Գրիգոր Զորաբը։ 2015 թվականի ապրիլի 23-ին հայ առաքելական եկեղեցին հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասեց։ Իսկ ապրիլի 24-ը հռչակվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օր։ Ես թքած ունեմ ձեր բոլորի քաղաքական ամբիցիաների վրա։ Կարող եք ունենալ իշխանություն, փող, ազդեցություն, նույնիսկ ձեր Forbes-յան միլիոնները, բայց կա մի սահման, որից այն կողմ քաղաքականությունն այլևս արժեք չունի։ Այդ սահմանը մեր պատմական հիշողությունն է, մեր ինքնությունն ու մեր նահատակների արժանապատվությունը։ Ուստի ձեռներդ հեռու պահեք Գրիգոր Զորաբից։
Հիմա Են համեմատականը ճիշտ էր, ինչի շրջանակներում փորձում կցանկանամ ծավալել խոսակցությունը։ Այդ մանիպուլատիվ մտածողությունը տված է շատերին ու հենց դա կայսերական մտածողությունն է, որ ներդրված է մեր ներսում, որ այդ տեսեք պետք չի հավատալ Թուրքին, որովհետև Թուրքը մեզ ցեղասպանել է։ Այդ տեսեք հավատալը Թուրքին երբ հավատացել ենք նա մեզ ցեղասպանել է։ Ինչին հակադարձեց Փաշինյանը, ասաց կներեք, ոչ միայն Թուրքին, այլ ոչ մեկին չի կարելի հավատալ։ Բառացի մեջ բերեց, ասաց ես առաջարկում եմ ոչ մեկին չհավատալ, որովհետև հարաբերությունները հավատալ չհավատալու վրա չեն կարգավորվում։ Հարաբերությունները կարգավորվում, պետական հարաբերությունները կարգավորվում են փոխադարձ շահերի վրա, ընդ որում տվյալ պահին, որը հաջորդ պահին այն մյուս ուղղությունը կարող է անհրաժեշտություն չլինի։ Այդ մտածելակերպը թե Թուրքին չհավատալ, կներեք, կարելի է պարսիկին հավատալ, կարելի է վրացուն հավատալ, ռուսին, ֆրանսիացուն, մեքսիկին, չինացուն կարելի է հավատալ։ Դուք ինչ եք խոսում, հասկանում եք։ Եվ երկրորդ, այսինքն ես ընդունում եմ այս ասածը, որ պետք չի ոչ մեկին հավատալ, պետք է հավատանք ինքներս մեզ։ Անկամ այդտեղ երբեմն կարող է քաշվենք լավ, էլի, բայց գոնե դա գիտենք մենք ենք։ Հիմա անցնենք հաջորդ վարկածին։ Իսկ ինչ տեղի ունեցավ եւ որտեղ։ Տեղի ունեցավ ցեղասպանություն, որտեղ Օսմանյան կայսրություն։ Ում հետ հայերի հետ եւ ոչ միայն հայերի, ասորիների, հույների, քրիստոնյա համայնքի մալականների։ Ինչու դա տեղի ունեցավ եւ ինչու հնարավոր չեղավ կանխել։ Որովհետեւ երբ որ սկսում էին ապօրինությունները, որի մասին բարձրաձայնում էր Գրիգոր Զորապը, իրավական տեսանկյունից ուր պետք է դիմեին։ Առաջին թեթև ապօրինությունները, դեռ չեմ խոսում ցեղասպանական բուն դրսևորումների մասին։ Պիտի դիմեին դատարան։ Որտեղի դատարան։ Օսմանյան կայսրության։ Ում ռազմավարությունը փոխվել էր կտրուկ մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը ու դրանից հետո այդ թվում եւ ընթացքում։ Ովքեր էին հայերը։ Օսմանյան կայսրության հպատակներ։ Դա հայերի էթնիկ բնակչության ու կայսրության մեջ միջև տեղի ունեցածն է։ Հայերի, հպատակ հայերի ու կայսրության միջև։ Իմիջայլոց հպատակ հայերի ու մեկ այլ կայսրության, օրինակ Պարթեստանի, Պարսկաստանի մեջ նույնպես նման դրսևորումներ են եղել։ Այդ ինչի խորհրդային միությունը ձեր ուղեղի մեջ չի ներդրել, որ պարսիկին պետք չի հավատալ, օրինակ։ Որովհետև խորհրդային միությունը ձգտում էր Իրանի հետ հարաբերությունները հանել բարձր մակարդակի, ճիշտ է, մոռացել էի։ Ուրիշ բան է, մի բան է, երբ որ կայսրության հպատակ ժողովուրդը կայսրության ներսում ենթարկվում է ցեղասպանության, հավատալուց ելնելով, որ չի հավատացել, որ կներեք, բա հարց չի առաջանում, ինչու հպատակ ժողովուրդը, հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության մեջ, ինչու է հավատացել կամ չի հավատացել, որ իրեն կցեղասպանեն, ինչու չի հավատացել։ Որովհետև հարաբերությունները նորմալ են եղել, նորմալ ապրել են, ինչ-որ փոքրիկ բախումներ իհարկե տարբեր դարերում եղել են, սկսած Զեյթունից, եղել են իրավիճակային բախումներ, բայց դրանք հետո եւ որոշակի ցնցումներ,
Եվ հերոսամարտի են ընդհուպ մինչև վերածվել, ես չմտածեք ստվերում եմ դրա կարևորությունը, չէ, բայց ընդհանուր առմամբ նույն Կոստանդնուպոլսում, նույն այլ վայրերում հայերը ամենաբարձր խավի ներկայացուցիչներն էին համարվում։ Դու գիտեք ինչ թուրքերն են համարվել Օսմանյան կայսրությունում բարձր խավի ներկայացուցիչներ, սխալվում եք, ճիշտ հակառակը, շուն թուրք արտահայտությունը գալիս է Օսմանյան կայսրության վերնախավից, այո, այնտեղ վերնախավում թուրքերին շուն թուրք էին ասում, թուրքի գլուխ, չգիտեմ, սենց ինչ-որ արտահայտություններ են եղել, ես իհարկե չեմ ցանկանում հիմա կրկնել հատկապես հեռուստատեսությունով ու կարծիք բնութագրեր ասել, դա թողնենք, բայց կայսրության ներսում այդ ժողովուրդը ապրել է, հաստատ չի ապրել ավելի վատ, քան մյուս ազգերը, իսկ կայսրությունը ձգվել է այստեղից Արևելյան Հայաստանի սահմանից, այսինքն Պարսկաստանի կայսրության տիրույթից, որը հետո դարձավ ռուսական կայսրության տիրույթ, մինչև Եգիպտոս Ալժիր, Ալժիրը գիտեք որտեղ է, Աֆրիկյան մայրցամաքի այդ ուղիղ գծով այն մի ծերն է։ Դուք հասկանում եք այդ կայսրության չափսերը։ Ու ինչքան ժողովուրդներ են այդտեղ ապրել Օսմանյան կայսրության հպատակության տակ։ Ու ինչ որ պահի առաջին աշխարհամարտը սկսելուց առաջ էլ դեռ Սուլթան Համիդի ջարդերը կային, Համիդյան ջարդերը, դա առանձին պատմություն է, եւ այո, պետքա կայսրությունների մեզ սրսկած պատմությունները դնենք մի կողմ ու ինքնուրույն փորձենք հասկանալ ու գնահատական տալ, եւ գալիս էր արդեն երիտ թուրքերի կազմակերպածը, որ եղել է ռազմավարական ծրագիր, գաղտնի ու շատ համակարգված, եթե տեղյակ չեք։ Եվ նա իր կայսրության ներսում իրականացրել է տերոր, ցեղասպանություն, ամեն ինչ, ոնց որ իրան հարմար է գտել։ Հասկանում եք։ Այդ դրա համար անհրաժեշտություն է ունենալ պետական միավոր, որպեսզի հարաբերությունները լինեն ոչ թե վասալային, կայսրություն եւ հպատակներ, այլ լինեն պետական մակարդակի, երկու պետությունների հարաբերություններ, որովհետեւ պետությունները իրենց հերթին միջազգային տարատեսակ բաներով են օժտված, զենքերով իրավական։ Հիմա եկեք տեղափոխվենք օրինակ ռուսական կայսրություն։ Օրինակ, հիմի հայությանը, որ ասես մի օր ձեզ ռուսները կոտորելու են ցեղասպանել, նրանք չեն հավատալու, բնական է, չէ՞, ինչու չեն հավատալու։ Որովհետեւ ոչ ոք դրա մասին չի հուշում։ Մենք ապրում ենք այստեղ, հավասար շփվում ենք բոլորի հետ, ունենք հարուստներ էլ, ունենք պարլամենտականներ էլ, ունենք, չգիտեմ, ինչեր, քաղաքնայողներ, հայկական ռեստորաններ, ամեն ինչ։ Ու ոչ ոք դրա մասին չի հուշում, ընդհակառակ գիտեք, ռուսների հետ մեկ-մեկ ոնց են խոսում, բաներ կարող են ասել։ Այդ նույնը եղել է մյուս կայսրությունում։ Իհարկե, ժամանակակից աչքով ենք հիմա նայում, բայց այո, կայսրությունում հարյուրներով գյուղեր ու գավառներ են եղել, որտեղ արձանագրված է հայերը քանի սրճարան, քանի հյուրանոց, քանի ինչեր ունեին։ Հասկանում եք։ Որովհետև կայսրությունն ինչ է, իրան պետք չի կայսրություն առանց ժողովրդի։ Ինչ էր ռուս-պարսկական պատերազմից հետո նույն բանի պայմանագրով Թուրքմենչայի գրում, որ եթե պարտադրում իրանցիներին, պարսկական կողմին, որ բանը, եթե պիտի նպաստեն, որպեսզի հայերը հետ գաղթեն Հայաստան, որովհետև իրան հարկ վճարող է պետք, աշխատող, հարկ վճարող, կայսրություն պահելը թանկ է, ու որպեսզի տվյալ ժողովուրդը ինչ-որ ազատագրական պայքարների մեջ չընկղմվի, չգիտեմ, գլուխ չբարձրացնի, չինքնակազմակերպվի այդ տարատեսակ պահանջներ չներկայացնի, թույլատրել են, որ ունենան իրենց հավատքը եկեղեցին, ասեն, հա, դու ես տերտերը, դեն ես կանես այդ կողմերը շուխուր չլնի, թող գլուխները կախ աշխատեն,
Ու մենք ասել ենք, մեր եկեղեցականը տեսեք, ուղիղ կապի մեջ է սուլթանի հետ գնում, նրա ճաշկերույթին մասնակցում գալիս է։ Տեսնում եք, մեր շահերն է նա պաշտպանում, ոչ։ Շատ ամեն ինչը մի քիչ այլ ձև է։ Նույնն է հիմա Ռուսաստանում։ Ինչա ձեզ պետք, եկեղեցի խնդրեմ սարքեք։ Հայկական համայնք, խնդրեմ, բայց համայնքի ղեկավարը իմ անվտանգության աշխատակիցների ներկայացուցիչը կլինի, ճորտը, ենթական, ինֆորմացիոնի ցենտրի ներկայացուցիչը եւ այլն, որպեսզի կառավարելի լինի, որպեսզի ինքը մաքուր ինֆորմացիա ունենա, որ վտանգ չզգա։ Եվ այո, Արա Աբրահամյանից սկսած, Դոն Պիպոներից վերջացած, Տաշիր Սամոյով բանով, բոլորն էլ FSB-ի ենթականերն են։ Բա ներկայացրել են հայկական համայնքը, տվյալ վայրում մեծ հարուստ են եղել, իրանք ոնց կարող են բան չլինել, պահանջներ չկատարեն։ Սա է խնդիրը։ Ինչ որ մի օր, երբ որ էլ իրանց հարմար չլինի, հնարավոր է այդ կայսր, հիմա պատկերացնում եք Ռուսաստանը, եթե փորձի փլուզվել, քանդու քարափ լինել։ Բաղկացած առնվազն, եթե չեմ սխալվում, 22 ինքնավար պետություններից։ Դուք հասկանում եք, ինչքան միլիոնավոր մարդիկ են տակոտ ուժելու։ Ցեղասպանություն, ինչ ասես, տեղի է ունենալու։ Այդ դրա համար աշխարհը չի ցանկանում Ռուսաստանի փլուզումը, որովհետև չի կարողանա հետո վերահսկել։ Աշխարհը միջազգային հանրությունը դրել է սանկցիաների տակ, ճնշումներ է իրականացնում, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը միջազգային օրենքներով շարժվի։ Ճնշումը, որպեսզի թե չէ իրան պետք չի քանդել Ռուսաստանը, դա ոչ մի լավ բան չի բերելու, ոչ մեկին։ Թե չէ վաղուց քանդած կլինեին, հանգիստ եղեք։ Դա դժվար բան չի, եթե մի ֆեդերացիա է, եթե մի բանի անունը ֆեդերացիա է, դա դժվար բան չի։ Նույնը իմիջիայլոց Միացյալ Նահանգների խոցելի տեղն է։ Հնել Միացյալ Նահանգները, որ ինչ որ պահի կարող է դառնա ոչ այնքան Միացյալ Նահանգներ։ Չէ՞։ Ոստեղ արդեն կան կոնսենսուսային հարաբերությունները։ Հիմա դուք եկել եք այս հարաբերությունները հպատակ եւ կայսրություն վերում դնում եք 21-րդ դարում պետություն եւ պետություն հարաբերությունների մեջ, այդ զուգահեռ ձեր աշխարհընկալումը դա է։ Պետությունը իրավական սուբյեկտ է, որը խոսում է մի ուրիշ սուբյեկտի հետ։ Իսկ կայսրությունը իր ներսում իր կառավարումն է։ Այո, նա կարող էր ցեղասպանել եւ փորձել թաքցնել այն գերմանացիները, ֆրանսիացիները, անտանտի երկրներից, որ գալիս էին տեսնելու այդ բողոքները, որքանով են ճիշտ հասցրել իրենց, որ այստեղ ցեղասպանական բաներ կա, այդ ներկայացուցիչներին դժվար չէր մի երկու վեդրո ոսկիով առնել ու իրանք էլ գրեին, որ չէ, դες բան չկա, օրինակ։ Կամ կային այնտեղ շատ նվիրյալներ, ովքեր որ մանրամասն գրում էին ու չէին վաճառվում։ Ու այսօր մենք շատ տվյալներ ցեղասպանությունից ունենք հենց նրանց թողած ժառանգության նաև շնորհիվ, իրավական տեսանկյունից, բնութագրական, աշխարհագրական եւ այլն։ Հասկանում եք։ Հիմա դու բերել ես, ասում ես, տեսեք, այն ժամանակ ուզեցան, ասեցին Թուրքին հավատացեք, ցեղասպանություն եղավ։ Ու բերել ես այսօր պետության մոդել, այդ դա հենց ճորտամիտ մարդու մտածողություն է, որովհետև դուք չեք ընկալում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, դուք ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը որպես Չեչնիա կամ Ինգուշետիա կամ Կաբարդինա-Բալկարիա, ոսպեք ոնց, չի կարելի ռուսին նեղացնել, չէ որ մենք ֆեդերատիվ հանրապետության մի մաս ենք։ Այս է ձեր մենտալիտետը, դուք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը սուբյեկտ չեք տեսնում։ Դրա համար ձեր մոտ առաջանում է վստահել չվստահելու խնդիրը, նեղացնել չնեղացնելու խնդիրը։ Ինչ նշանակում մի նեղացրեք Ռուսաստանին։ Տես Ռուսաստանը ձեզ նման տես նեղացկո, դա կարող է խռովի գնա։ Թե կարող է ռազմավարական դաշնակցից մուռ անի։
Սա պետությունների հարաբերություն է։ Շարունակենք կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ես չգիտեմ, կարողանում եմ տրամաբանությունը ճիշտ տեղ հասցնել, ասելիքս ճիշտ տեղ հասցնել, թե ոչ։ Տեսեք, Սամվել Կարապետյան, դու ազգային ժողովում այ հենց այս խոսույթով ներկայացնում էիր ոչ թե Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտ, այլ ներկայացնում էիր Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ նրանց գաղափարախոսությունը, ընդ որում ժամանակակից գաղափարախոսությունը չէ, որովհետև ժամանակակից բառն ու Ռուսաստանի Դաշնություն բառը դրանք շատ տարբեր բաներ են։ Ասենք, այնտեղ դեռ հետ են գնում ստալինյան ժամանակներին ու բարքերին ու ստալինյան մտածողությանը։ Եվ Պուտինը բազմիցս դա ցուցադրել է։ Ասեմ ավելին, երբեմն ֆետիշացրել է անգամ։ Հասկանում ես։ Եվ նա ունի ցանկություն պարզ վերականգնել խորհրդային տարածքը։ Ուկրաինայում կռիվը ինչի մասին է։ Ֆինլանդիայի հետ սահմանը փակելը ինչի մասին է։ Չէ, դուք ոնց որ շատ բան չեք հասկանում կամ հասկանալով եք անում ու դիտավորյալ։ Հիմա դու ներկայացնում ես Ռուսաստանի Դաշնությունը, ասում ես Ռուսաստանի հետ կապերը մի վատացրեք, բանա, չպետք է նեղացնեք, չպիտի նենց որոշումներ ընդունեք, որը կնեղացնի իրենց։ Իսկ կներեք, եթե մենք ընդունենք այնպիսի որոշումներ, որը չի նեղացնի կամ ընդհանուր մինչև կգոհացնի Ռուսաստանի Դաշնությանը, հնարավոր է, որ աշխարհը այդտեղ կնեղանա մեզնից։ Դուք ի՞նչն եք առաջարկում։ Մի կողմից Եվրաինտեգրման հանձնաժողովի ներկայացուցիչ եք բերել իբր։ Ոսպե եվրոպական բարքերը, մյուս կողմից նստած քարկոծում եք այդ բարքերը։ Գիտեք, եվրոպական արժե համակարգը իրավական տեսանկյունից շատ ինքը երիտասարդ չի, շատ հին է, ու նրա ակունքները կարող է ֆրակ պտտվել, գաք էլի նորից Հայաստան կանգնեք։ Հասկանում եք, որտեղ դեմոկրատիա բառը նախ այնքան էլ եվրոպական ժողովուրդների լեզուներով չի, եթե չեմ սխալվում հունարեն է։ Իսկ դեմոկրատիա բառը որպեսի ծնվի, պետք է ինչ-որ իրադարձություններ, որը բնութագրում է, չէ՞ դա, ասեն ես ինչ ասեն, եկեք սրա անունը դնենք դեմոկրատիա։ Երեխեն ծնվում է, անունը դնում են։ Երեխեն մոր-փորի մեջ անունով չեն դիմում։ Եղել են բարքեր ընդունված։ Հայ-հունական հարաբերություններն էլ գիտեք ինչ մակարդակի են եղել։ Եվ փոխադարձ բաներ են գնացել եկել, կառավարման ձևերը եւ այլն։ Մատենադարանում հիանալի աշխատություններ կան, գնացեք ծանոթացեք, թե երբանից է Հայաստանում դեմոկրատիա եղել։ Կտեսնեք դա, կարող է բառով չտեսնեք, բնութագրերով կհասկանաք։ Այսինքն մենք այդ արժե համակարգի կրողն ենք, այսպես թե այնպես։ Ի տարբերություն Չեչենի, Ինգուշի, Ռուսի, չգիտեմ, ռուս ազգություն որպես այդպեսին կա, թե չէ, վերջերս դա էլ են հարցականի տակ դնում իմիջայլոց։ Մյուսի։ Հիմա դուք ասում եք, դեմ չեք եվրոպական արժե համակարգին, բայց ռուսական մոդելով։ Զարգացնենք երկիրը եվրոպական արժե համակարգին հետևելով, բայց ռուսական մոդելով, ես չեմ հասկանում։ Որովհետև զարգացնել երկիրը ասվածը ու ռուսական մոդել ասվածը էլի կապ չունեն։ Չի կարող անգամ Ռուսաստանը չի համարվում աշխարհի զարգացած երկրներից մեկը։ Դու հասկանում ես։ Դու շատ լավ գիտես, որ չկա մի հատ ոլորտ, որ Ռուսաստանը առաջատար է աշխարհում ստեղծարար մտքի առումով, տեխնոլոգիական առումով, առաջատարը միայն իր հողի տակ եղածը հանել ծախելով, ընդ որում այդ նույն թեկուզ Գազպրոմը, չգիտեմ ոնց է կոչվում, այնտեղ մի քիչ խուճուճ անուններ ունի, 132 հատ դրանից որ գումարեք, կգաք Nvidia-ի ակտիվներին կհասնեք։ Հասկացաք։ Անկամ այդ պարագայում զիջում է։ Եվ այդ Nvidia-ն
որտեղ մենք ունենք հայ ղեկավար ազգությամբ, որը չխառնվելով քաղաքականությանը, քաղաքական կոչեր չանելով, չզբաղվելով, իհարկե բիզնեսի մեջ կա քաղաքականություն, մանավանդ տես մեծ ներդրումների, հարցը դա չի, բայց նա որևիցե կերպ ներքաղաքական իրադարձությունների մեջ չի մտնում, ասի տեսեք ես ով եմ, մատ հələ նայեք Forbes-ի ցուցակը նայեք, մատ դուքով հետս, հա, պարոն վարչապետ, պարոն Կայսերով մի հատ էլ ինձ դիմեք, հա, ու պիտի սենց լինի, նենց լինի։ Չկա տենց բան։ Մարդը իր հայրենիքին, իր պետությանը աջակցել է ու ասել է, որ աշխարհի top 5 երկրներից մեկը պիտի լինի Հայաստանը, այդ առումով։ Դու գիտես դա ինչ է նշանակում, աշխարհի top 5 երկրներից մեկը լինելը։ Տեխնիկական զարգացման առումով, ժամանակակից տեխնոլոգիաների։ Դու գիտես դա ինչ է։ Չէ, դու գիտես դա ինչ է։ Հիմա մենք պատտվի են հետևի արեգային հարցերու, որ անիծում էր ազգային ժողովուրդը, հետաքրքիր է, չէ՞։ Եկեղեցի պաշտպանողները անիծում են արդեն ազգային ժողովում։ Ինչին ի պատասխան եկեղեցին քանդող Ռուբինյանը ասում է օրհնված լինեք։ Գժի դարա, ով ինչ ուզում խոսում է։ Մատ պատտվիր են Էդգարին Ղազարյան, ասա են ինչ որ գիտես։ Չէ, ես չեմ ասում ծափահարեք, անդիմություն եք, կարող եք չծափահարել, բայց օբյեկտիվ գնահատականներ կլսենք։ Չէ, օբյեկտիվ գնահատականներ նույնպես չենք լսի, բայց գոնե քաղաքական քննարկումներ կլսենք, թե ոչ։ Մենք կնայեք այն վիդեոյի ներդրում ու գիտեք դա ինչ է նշանակում։ Շատ լավ գիտեք դա ինչ է նշանակում, բացի այն, որ բացի արտադրական տեսանկյունից, ինչ է նշանակում նաև ռազմական տեսանկյունից, պաշտպանվածության ու անվտանգության տեսանկյունից։ Եվ Հայաստանը կարողանում է կամ կկարողանա որոշ երկրների այդ առումով իրենից կախվածության մեջ դնել։ Ինչ-որ բանից նեղվել եք։ Կա այսպիսի մի բան, որով Ռուսաստանը կարա հպարտանա, բացի ռակետ արտադրելը։ Այն էլ մեծ դժվարություններով, այն էլ դեռ ֆաշիստական Գերմանիայից գողացած քարտեզներով։ Միևնույն է ինքը ոչինչ չի ստեղծել։ Եթե այնտեղ ստեղծարարներ են եղել, որից մեկ ազգությամբ ռուս չի եղել։ Այ ուստեղ ազգությամբ ռուս լինել չլինելը չի, այստեղ կայսրությունն է, որտեղ ռուսները նույնպես մի մասնիկն են։ Ռուսները դեռ չգիտեն, որ Ռուսաստանի դաշնությունը իրենցը չի։ Դեռ չեն հասկացել։ Այ այդպես ժամանակին թուրքերը չէին հասկացել, որ Օսմանյան կայսրությունն իրենցն է։ Դրա համար իրանք ունեն Աթաթուրք։ Որովհետև իրանք մտքով չի անցել, որ իրանք պետություն կարող են դառնալ։ Ու երբ որ պիտի պետություն դառնալ ու մենք հայերս կարող ենք պահանջներ դնել, ինչ-որ կայսրությունների դա ձեռնտու չէր, ու այդ ինչ-որ կայսրությունների մեջ առաջնային հորիզոնականում է նաև Ռուսաստանը։ Կամ այդքան խոսում եք դրանց, կներեք, ինչ եք վախենում գնահատական տալուց, ինչ եք, երբ որ անդրադառնում եք խորհրդային ու ներկայիս ինչ-որ բաների մեջ եք կռիվ մանգած, դուք ինչի գնահատական չեք տալիս, որ առաջին հանրապետությունը զավթել և կործանել է Ռուսաստանը, բոլշևիզմը, կայսրությունը և խորհրդայնացվել, ստիպողաբար, ինչի չեք տալիս այդ գնահատականները, վախենում եք, հա, ռուսը կարող է նեղանա, հարաբերությունները չփչացնենք, էլ ինչն եք պատրաստ ուրանալ հանուն
Այդ կեղծ հարաբերությունների, այդ վնասակար հարաբերությունների։ Դու գիտեք ինչի նման եք, այդ հարաբերություններից, որ խոսում եք Ռուսաստանում, չփչացնենք։ Այն որ մարդիկ կան, իրաց կյանքը չի ստացվել, հատկապես կանայք, քանի որ վերջերս շատ խոսում են կանանց իրավունքներից։ Ուրեմն կան այդպիսի կանայք, ովքեր երեխաների արկայությանը կամ երեխայի արկայությանը զոհ գնալով փորձում է իբր փրկել ընտանիքը ու շարունակում տոքսիկ հարաբերությունների շրջանակներում ապրել նույն ամուսնու հետ, ով իր բոլոր դժբախտությունների պատճառն է հանդիսանում համատեղ կյանքում։ Դուք այդպիսին եք։ Մենք նոր կյանք ենք սկսում։ Կամ դուք դրա մեջ կաք, կամ չկաք։ Եվ պետության ռազմավարական ծրագիրը, կառավարության ռազմավարական ծրագիրը դրա մասին էր։ Կարող եք դեմ քվեարկել, բայց քննարկեք, մենք հասկանանք այնտեղ ինչին եք դեմ։ Օրինակ, մենք բացենք, կարդանք, տեսնենք ինչին եք դեմ։ Հատկապես որ հատվածին եք դեմ։ Հատկապես ինչից նեղացաք։ Երբ որ Կտրիշ Ներսիսյանները ասում, թե դա կուտակվեց այն հանգամանքներում, այն պարագայում, երբ որ պատմվեց, թե հեծը ոնց է թալանվել եւ հեծով ոնց են թալանել։ Հա? Հատկապես երբ դուք նեղվեցիք։ Երբ որ հստակ ասվեց, որ այո, հապ անվտանգության այդ բանը մենք դրանից դուրս ենք, շատ ուրախ կլինենք, որ մեզ ասեն ստեսություն, մենք չլինենք առաջին ասողը, դա դիվանագիտության մեջ այդպիսի բաներ կան, որ մի խոսքով որոշումներ կայացնելը մի քիչ այլ կերպ է լինում։ Դրանից նեղվեցիք, բայց զուգահեռ ներկայացնում ենք Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի տեխնացու Նարեկ Կարապետյանը կնոպկով հրահանգստացել էր։ Խոչընդոտել, ինչպես խոչընդոտել, կվերցնեք սա։ Որպեսզի պարլամենտական հարաբերություններում առնվազն այդ մակարդակով, որքան կարող ենք, վարի տանք։ Սա չեք դուք։ Սա քաղաքականություն չի, սա հակապետական գործունեություն է, Նախշուններ ջան։ Հիմա գանք ասում է 7 տարեկան երեխան, բանը առավոտյան ժամը 7-ին երբ որ ԱԱՑ-ն եկավ, երեխան գնաց բացեց դուռը, բանը իմացավ Սպայդերմենն է, երեխայի աչքի առաջ, չգիտեմ, ինչ արեց, լավ, գիտեք, ձեզ ցույց եք տվել իբր առնվազն ֆիզիկապես ուժեղ տղերք։ Չնայած շտապօգնությունը շուշուտ է այցելում ոմն մեկին, բայց ամեն դեպքում սպորտով զբաղվել եք։ Ինչ եք թաքնվում երեխեքի հետևում։ Ինչ եք երեխաներին վահան դարձնում ձեզ։ Այդ նախապես գրել եք բարի գալուստ ԱԱՑ-ը, թուղթը դրել եք ու սպասում եք դրա երեկոյան եւ գիշերը արդեն դուք տեղեկացված եք, որ առավոտյան ԱԱՑ-ն գալու է։ Այդ ինչու առավոտյան ժամը 7-ին երեխան բացեց դուռը, հա որ միանգամից ձեզ պոլին չտան հանգարց ստրախովկա եք անում։ Թաքնվել եք երեխայի թիկունքում, չնայած ես խիստ կասկածում եմ, որ երեխան է դուռը բացել, որովհետեւ մինչեւ ձեր տուն հասնելը այնքան պոստեր կա անցնելու անվտանգության համակարգեր, որ այդ երեխան դժվար թե էլի տենց։ Չնայած մյուս կողմից Սահակ Պողոսյան օգտատերը Facebook-յան գրառում արել, մի քիչ կոպիտ է, բայց ես այդ կոպիտ բառերը չեմ կարդա։ Թե Լևոն Քոչարյանին տունը խուզարկում եք, տանը 3 անչափահաս երեխա կա։ Դերեք է դրա շուրջ են ողբը կապել, չէ։ Արա, բայց որ Արծրուն Մարգարյանին սպանում էիք, չէիք ասում տանը 7 հատ անչափահաս երեխա ու Ղարաբաղում զոհված եղբոր ընտանիք կա այդ մարդուն խնամքին։ Չէ, ժամանակ լրագրողները չեն իմացել, թե չէ անպայման Ղարաբաղ Չէ։ Եվ
թույլ տվեք, հա, մեկ էլ Կոչուբաևն է հայտնվել, չկա սզբա, ես լուրջ եմ ասում, շատ ծիծաղելի է, էլի ասում այդ դեպքերը ասում 20-25 տարի առաջվա են, սա քաղաքական հետապնդում է, իսկ այդ դեպքերի վաղեմության ժամկետը անցել է, փաստաբանն է, այսինքն, ես երեք խոսալ եմ սրա մասին, այսինքն, վաղեմության ժամկետը անցել է, այսինքն դրա հիման վրա չեն կարա կալանավորեն, հետևաբար ունենք խոստովանական ցուցմունք ոնց որ թե, հա? Կալանավորել գուցեև չեն կարող, կամ կարող են, չգիտեմ, այդտեղ օրինականությունը իրավապահներին եմ ես թողնում, բայց փաստորեն թալանել են, Կոչուբաևը սա ասում է, ճիշտ ենք հասկանում, չնայած ապօրինի գույքի վերադարձման օրենքով կապ չունի երբ են թալանել, այդտեղ դրա վրա վաղեցման ժամկետը չի կիրառվում, սենց տնենց այդ ամբողջը հետ է գալիս, այո, եւ նրանք ունեզրկվելու են, այ դատելը, նստելը, այդ ես հենց երեք եմ հարցականի տակ դրել, եթե հենց այդ գործով է, ուրեմն դժվար թե դատեմ, որտեվ հա, այդ առումով վաղեմության ժամկետները անցել են, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ ավելի խորն է գնալու ես ամեն ինչը, այնպես որ եկեք ամեն դեպքում ժամանակից շատ առաջ մի եկեք այդ լրագրողներին էլ խորհուրդ կտամ, այդքան ձեզ մի պատրեք, որովհետև վերջում աշխատավարձ տալուց պարզվելու է, որ սննկացել են ու փող չկա, ուրիշ հովանավորներ փնտրեք ու գտեք, եւ վերջնահատվածում հաղորդման զոհերի թեմային հետ կապված բանակում ինքնասպանությունների դեպքերի հետ կապված, զոհերի չէ կներեք, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված, այն որ որևիցե բան դա չի արդարացնում, սա երկու կարծիք չկա այստեղ, ես դա չեմ վիճարկում, ցանկացած դեպք ազդում է մեր բոլորիս վրա, բայց այնուամենայնիվ հանուն արդարության պետք է մենք թվարկենք, որովհետև ամեն մի հատը փորձում են, ամեն մի դեպքը փորձում են դարձնել ազգային ողբերգություն, էլի քաղաքական դիվիդենդները հավաքելու նպատակով ցավոք սրտի, ոչ թե սրտացավ են դրա համար։ Եթե սրտացավ լինեին ու անենք, ասեի լավ դեպի մարդիկ են ծանր են տանում։ Հասկանում եք։ Հիմա եկեք կարդանք, ուրեմն, ուզում եմ հասկանամ ինչ վերաբերմունք կա, էլի լրագրողների կողմից։ 1996, ծառայության հետ կապված ինքնասպանության եւ սպանությունների վիճակագրությունը, որը հրապարակեց այսօր պաշտպանության նախարարը։ 1996 թվական 82 դեպք, 1998 թվական 50 դեպք, տեղյակ եղել եք, ես այս ժամանակներն եմ ծառայել, 1999 թվական 28 դեպք, 2000 թվական 21 դեպք, 2001 թվական 18 դեպք, 2 թվական 24 դեպք, 3 թվական 15 դեպք, 4 թվական 16 դեպք, 5 թվական 15 դեպք, 6 թվական 13 դեպք, 7 թվական 15 դեպք, 8 թվական 11 դեպք, 9 թվական 15 դեպք, 10 թվական 21 դեպք, 11 թվական 14 դեպք, 15 թվական, կներեք, չգիտեմ խի 12-ից 14-ը չկա, 15 թվական 7 դեպք, 16 թվական 19 դեպք, 17 թվական 13 դեպք, 18 թվական 12 դեպք, 19 թվական 11 դեպք, 20 թվական 10 դեպք, 21 թվական 10 դեպք, 22 թվական 8 դեպք, 23 թվական 9 դեպք, 24 թվական 11 դեպք, 25 թվական 2 դեպք, 26 թվականին մի փոք նորից աճում է 8 դեպք։ Կարող եք գնահատական տալ այս ամենին։ Այստեղ, երբ որ 82 դեպք է եղել 50, 21, 24, որևիցե մեկը ոչ նախագահի հրաժարական եք պահանջել, ոչ նախարարների հրաժարական եք պահանջել։ Այս ամեն ինչի մեջ այդ երեսպաշտությունն է զզվելի դիտվում, էլի, ասեմ իմանաք։ Հասկանում եք։ Եվ այս վերջին դեպքն էլ առհասարակ կապ չի ունեցել բանակի հետ, այդ որ աղմուկ բարձրացավ նոր դեպք ունենք, տեսեք ինչա կատարվում եւ այլն եւ այլն, նախ ցավակցում եմ ընտանիքի անդամներին ու հարազատներին, բայց այդ դեպքը դուրս եղել է ծառայությունից դուրս,
Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից եւ խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների հարազատների շրջանակներում անհարկի լարվածություն հարուցող գործելավոճից։ Ուրեմն շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես անասնաֆերմայում։ Մարդը 37 տարեկան տղա է, եկել է երևի 15-րդ ծառայություն, 15-րդ տուն, ես տենց եմ մտածում, համենայն դեպս բանակում չի եղել։ Այնպես որ մի բանը ճշտեք նոր ու մի փորձեք մեր բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդել հանուն ձեր քաղաքական, չգիտեմ ինչերի, դիրքավորումների, հատկապես պրոռուսական։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։